Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ պատմական գիտությունների թեկնածու Իրանագետ Սարգիս Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մկրտչյան, կարող է այսպես տարօրինակ թվալ, որ Հայաստանում տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունների շեմին մենք այսօր խոսելու ենք մեկ այլ իրադարձության, որը թեև Հայաստանում այսպես շատ չքննարկվեց, շատ համապատասխան գնահատականներ չտրվեցին, բայց նույնպես կարևոր էր մեր երկրի թե պետականության, թե ապագայի, թե հետագա ուրեմն փոփոխությունների առումով։ Խոսքը Իսրայել-Իրան պատերազմի մասին էր, որը տեղի ունեցավ մեր սահմանների մոտ, անմիջապես առնչվում էր մեզ հետ նաև մեր հարցերի հետ, եւ մենք չկարողացանք կամ չուզեցանք կամ չտեսնելու տվեցինք այդ ուրեմն վտանգավոր զարգացումը։ Հիմա, երբ արդեն թվում է խաղաղություն է հաստատվել, կարող ենք արդյոք մենք թեթևացած շունչ քաշել, արդյոք այս ամենը ավարտվեց, անցավ մեր կողքով։ Ողջույն ձեզ, ես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Պատերազմը, որ տևեց 12 օր եւ հիմա արդեն հայտնի է որպես 12-օրյա պատերազմ, իսկապես շատ լուրջ եւ մեր համար բավականին զգայուն կարևոր իրադարձություն էր այն առումով, որ եթե մենք ուսումնասիրում ենք պատճառները եւ նպատակները, որ ընդհանրապես դրել էր Իսրայելը եւ Իսրայելին հովանավոր երկրները Իրանի վրա հարձակվելու տեսակետից, այդ նպատակները եթե իրականացվեին, ապա մենք իսկապես գոյաբանական խնդիր կունենայինք, որտեղ հիմա էլ արդեն վերջի տարիների ընթացքում մենք այդ տեսակ խնդիր ունենք Հայաստանում, բայց հիմնական հարցը այս պարագային մեզ համար Սյունիքն էր եւ այսպես ասած Զանգեզուրի միջանցք հասկացությունը, որի գլխին շատ լուրջ սուր էր կախված։ Եվ այդ առումով որ կարևոր է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, մեր համար այդ տեսանկյունից է որ կարևոր է, որովհետեւ կրկնում եմ, եթե նպատակներն իրականային, իսկապես մենք դժվարության մեջ կհայտնվեինք։ Ես այն կարծիքին չեմ, որտեղ նոր լսում եմ իմելի հայաստանյան մամուլը, լսում եմ մեր իշխանության բարձրաստիճան պատասխանատուների ելույթները, որ այդպեսի բան չկա, ինչա թող թուրանական երկրներն իրար միանան, այսպես խնդիր չկա, ուղղակի մեծ ճանապարհի հարց է, երթևեկության հարց է, իսկապես այդպես չի, եւ սա նշանակում է, որ հավանաբար քիչ են ուսումնասիրել կամ չեն ուսումնասիրել մեր պատմությունը, որովհետեւ այդտեղ մենք ունենք շատ լուրջ գոյաբանական հարց։ Դուք ասացիք, եթե բոլոր նպատակները իրականացվեին, մեզ համար լուրջ հետևանքներ կլինեին։ Մի փոքր առարկայացնենք, դիցուք ինչ կարող էին կորցնել, ինչ կարող էր տեղի ունենալ Հայաստանի հետ։ Տեսեք, նախ որպես խնդիր դրվեց հետևյալը, որ Իրանը պետք է չունենա միջուկային զենք եւ պետք է ամբողջ այդ հաշտացված ուրանը, այդ հաստատությունները, որը զբաղվում են այդ գործով, սրանք պետք է ամենը վերանան եւ եթե ուրանը պետք է, մենք դրսից ինչքան պետք է իրենց կտանք պարզապես ուժանյութի տեսակետից։ Բայց սա այն քողն էր, որ գոյություն որպես վառելիք, բայց սա քողն էր։ Իրականում այլ նպատակեր հետապնդվում եւ մենք տեսնում ենք որ պատերազմից առաջին 1-2 օր ընթացքում անընդհատ խոսվում է իշխանապողության մասին regime change, որ անընդհատ շրջանառվում է անընդհատ Իսրայելի վարչապետը կոչ է ուղղում Իրանի ժողովրդին, որ դուրս եկեք փողոց, հիմա արդեն ժամանակն է, պետք է ազատվել այս ռեժիմից եւ այլն։ Ներողություն կոչ արեցին անգամ Թեհրանի բնակչությանը լքել քաղաքը։ Այո, Թեհրանի բնակչությանը լքեք քաղաքը, իսկ Թեհրանը, հիշեցնեմ, 12 միլիոն հոգանոց քաղաք է, այսինքն այդպես չի որ 100,000 հոգի դուրս եկան։ Սա իսկապես մեծ բեռ է երկրի համար, եթե պիտի 10-12 միլիոն մարդ դուրս գա քաղաքից։ Սկսեցին ակտիվանալ էթնիկ խմբերը, հատկապես փանթուրքական շրջանակները, անջատողականները, եւ այստեղ էլի խնդիր կար։ Սա նշանակում է, որ խոսել, որ Իրանը իրավունք ունի միջուկային զենք ունենա, որ ուժանյութը պետք է դուրս գա, որ այդ հաստատությունները պետք է փակվեն, ընդամենը առաջին անգրվանն է, այն քողնը, որի իման վրա փորձում են արդարացնել իրենց հարձակումը։ Տակից այլ գործընթաց է գնում։ Եվ այդ գործընթացը, եթե իրականանար, պետք է տաներ Իրանի լիբիացմանը, Իրանի սուրիացմանը, այդպես ասեմ։ Եվ պետք է Իրաքի նման պետք է դառնար Իրանը, պետք է վերածվեր քաոսի եւ այդ քաոսի մեջ
Բնականաբար անջատողականները պետք է սկսեին աշխատել, պայքարել եւ այդ քաոսի մեջ էր որ շատ հեշտությամբ մենք մեր երկրի մեր այսօրվա վիճակով կարող է եւ ինչ որ թեթև, ինչ որ փոքր հարձակման հետևանքով ձերքից տայինք Սյունիքը կամ ասենք Միջանց կոչեցիարը։ Հետևաբար այս տեսակետից որ մենք պետք է հարցին նայենք եւ իմ ասածը որ չիրականացավ նպատակներ ուղղակի սա է որտեվ ռեժիմ չենջը վերջացավ նույնիսկ ոչ միայն Իսրայելի վարչապետը այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը սկսեց այդ ուղղությամբ խոսել որ այո ես չեմ ասում որ պետք է իշխանությունը փոխվի բայց եթե փոխվի հարց չի լավ է եւ այլն սա նշանակում է այլ նպատակներ կար որ մեր ազգային անվտանգության շահի տեսանկյունից բարեբախտաբար չիրականացավ։ Եվ հետո չպետք է մոռանալ, որ Իրանը միակ պետությունն էր այս տարածաշրջանում, որ բարձրաձայնեց Մեղրի Սյունիքով հյուսիս-հարավ ուրեմն առանցքի կարևորության մասին եւ որում մատնանշելով, որ դա կարմիր գիծ է իր համար եւ այդտեղ ուրեմն սահմանների փոփոխություն ինքը դուր չի տա։ Այո։ Արդյոք սրան չէր գնա հարցը մինչեւ Այո, դրան կգնար, որովհետև Իրանը, ինչպես դուք նշեցիք, բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանն իր համար կարմիր գիծ է։ Իրանը առաջինն էր, որ պատերազմից հետո, մեր 2020 թվականի պատերազմից հետո Սյունիքում բացավ հիպատոսարան եւ սա ինքը վկայում է այն կարեւորությանը, որ Իրանը տալիս է այդ նահանգին, այդ տարածաշրջանին եւ սահմանին, հետեւաբար սա խոսում է այն կարեւորության ռազմավարական նշանակության մասին, որ մենք ունենք այդտեղ կապված։ Արդյոք, եթե նոր ճակատ բացվեր այդտեղ Իրանի այս խառնաշփոթ վիճակից եւ պատերազմական վիճակից ելնելով Իրանը կարողանար այդ ճակատը դիմագրավել։ Իրենք իհարկե այդ ընթացքում անդադ հայտարարեցին, որ այո, եթե նոր ճակատ բացվի, մենք պատասխան կտանք, այդ ճակատում էլ կկռվենք, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդքան հեշտ չի, այսինքն հեշտ չի մի անգամից մի քանի ճակատում կռվելը։ Այդ առումով էլ էլի մեզ համար սա շատ կարեւոր է։ Բայց այո, Իրանը միակն է, ես կասեի միակ պետությունն է, որ իր ազգային շահերից ելնելով պահում է Հայաստան-Իրան սահմանը եւ պահում է ամբողջ մեր հարավային մարզերը։ Պատերազմները այս աստիճան սովորաբար ավարտվում են ինչ որ արդյունքով։ Հիմա այստեղ մենք կարող ենք խոսել հաղթող պարտվողների մասին։ Արդյոք հաղթանակը Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսպես ասեմ, լիակատար էր կամ նրանք ինչպես Ամերիկայի նախագահը քանից հայտարարեց հասել են իրենց նպատակներին եւ արդյոք Իրանը պարտվեց։ Այստեղ հասկանանք հաղթողներ, պարտվողներ եղան, ինչ հարց էր որ լուծվեց վերջապես պատերազմ է եղել, այդ պատերազմը ինչ հարց լուծեց։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետեւ եթե մենք այս 12 օրվա պատերազմի գնահատականն ենք ուզում տալ, իսկապես պետք է հասկանանք այն խնդիրները, այն նպատակները, որ դրեցին հարձակվողները իրենց առջև դրան հասան թե ոչ, եւ արդյոք այն ինչը որ Իրանը պաշտպանում էր բանակցությունների սեղանին կամ ոչ, արդյոք կարողացավ պահել թե ոչ։ Այսօր հակասական լուրեր կան եւ Իսրայելից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ իրենց հարձակումը 3, այսպես ասած, միջուկային օբյեկտների վրա եղել է շատ հաջող եւ իրենք ամբողջությամբ վերացրել են Իրանի այդ տվյալ հաստատությունները։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Պենտագոնից ինչ որ տեղեկության արտահոսք կա, որն ասում է, որ այդպես չի եւ հերկում է նախագահի ասածները։ Այդ տեղեկությունը հերկում է նախագահի ասածները։ Եվ նախագահն էլ արդեն CNN-ին է մեղադրում, որ իրենք այլ նպատակ են հետապնդում, նախագահի խոսքերը խեղաթյուրում են եւ այլն։ Սա մեկ։ Նույնը պատահում է Իսրայելում։ Իսրայելի վարչապետը պատգամ է ուղարկում իր ժողովրդին, հայտարարում է, որ սա մեր համար պատմական հաղթանակ էր, մենք ջախջախեցինք Իրանի այս տեխնոլոգիան եւ Իրանը այլևս չի ունենա։ Մյուս կողմից տեսնում ենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ մենք հավանաբար մի քանի ամսով ենք հետաձգել Իրանի միջուկային զենք ունենալու այդ ծրագիրը, որովհետեւ ամբողջությամբ չեն կարողացել հաղթել։ Հետևաբար հակասականը ես կարծում եմ, որ եթե պիտի վերջին հաշվով ասենք ով հաղթեց, ով պարտվեց, ես պիտի ասեմ հարձակվողները չհասան իրենց նպատակներին, որտեղ իշխանափոխություն տեղի չունեցավ, երկիրը չմասնատվեց եւ շատ լուրջ տեղեկություններ կան, որ այո, Իրանը այդ հարձակումների հետևանքով բավականին վնաս կրել է,
այսօր ես տեսա տվյալները 628 սպանվածի պաշտոնական տվյալն եմ ասում, 628 սպանվածի մասին է խոսվում, 4900 վիրավորի մասին է խոսվում, հավանաբար թիվը սրանից ավելի շատ է, բնականաբար տներ են վնասվել, մարդիկ ինչ-որ իրենց ունեցվածքն են կորցրել կամ այդ բոլոր այդ հաստատությունների, որով հարձակվել են, դրանք ամբողջովին վերականգնել պետք ունի, այս ամբողջը հասկացա, բայց նաև վկայություն կա, որ այն ինչ-որ այն ուրանը, որ հաստատված է, այսօր կա, չի վերացել եւ դա շատ մոտ ապագայում իրենք կարող են նորից սկսեն ակտիվացնել։ Եթե դու սկսում ես մի երկրի գիտնականների սպանել, սա ինչի մասին է խոսում։ Այսինքն ինչու եւ այդ գիտնականները այդ մեկը, երկուսը, 5-ը կամ 10-ը չէին։ Ես կարծում եմ, որ սխալ հաշվարկ կա, իսկապես սխալ հաշվարկ կա, որտեղ Իրանը վերջին տասնամյակների ընթացքում կարողացել է այդ տեխնոլոգիաները զարգացնել։ Իրենք կարողացել են այդ գիտությունը ձեռք բերել եւ այդ գիտությունը երկրի մեջ արմատականացնել։ Հետևաբար այո, 1, 2, 5 կարող է բանալի մարդկանց դու կարող ես սպանել, բայց գիտությունը կա եւ դժվար է սա առաջը բռնելը։ Ես կարծում եմ, եթե պետք է մենք դնենք մի կշերքի վրա եւ ասենք լավ ով ֆակտեց ով պարտվեց, պիտի ասեմ որ այս մարդիկ կարողացան ի գին իրենց կրած բոլոր վնասների համայն դեպս պաշտպանել ինչ որ ուզում էին։ Թե ապագա բանակցությունները ուր կտանի, որտեղ հիմա խոսվում է որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում պետք է սկսի բանակցություններ Իրանի եւ Եվրոպայի 3 երկրների, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի միջև, Իրանի եւ Ամերիկայի միջև։ Այդ բանակցությունները ուր կտանի, արդյոք իրենք կհամաձայնեն, որ չպետք է ասնեն միջուկային զենքի, թե ոչ, թե դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել են, որ իրենք նման ձգտում չունեն։ Նույնիսկ ֆաթվա կա, ֆաթվան իսլամական բարձրաստիճան հոգեվորականի հրովարտակի նման բան, որ սա հարամ է իսլամի տեսակետից։ Այդ ամբողջը կա, բայց դա մենք այդ ամբողջը ունենք մի կողմ ասենք, չէ, տակից ձգտում էին հասնել։ Այսօր այդ տեխնոլոգիան եւ գիտությունը բաստորեն գոյություն ունի եւ ես կարծում եմ, որ այդ առումով իրենք ավելի շատ են հաղթել կան մյուս կողմը։ Խոսեցինք ով հաղթեց, ով պարտվեց։ Գիտեք, ես նկատեցի, որ համակրանքը ավելի հանրային շրջանի համակրանքը հենց թեկուզ համաշխարհային մասշտաբով կամ համաեվրոպական նաև Հայաստանում հանրային համակրանքը այնուամենայնիվ Իրանի կողմն էր չէին բացահայտ հայտարարում կամ բացահայտ կողմնակալություն հայտնում հարցվողները բայց զգացվում էր այդ համակրանքը եւ դա կարծում եմ գալիս էր այն բանից որ գալիս էր Իրանի ժողովրդի համախմբվածությունից այսպես ասեմ ժողովուրդը համախմբված էր այս պատերազմի ժամանակ իր իշխանության շուրջ եւ իր պետության շուրջ, իր պետականության շուրջ, իր ինքնիշխանության շուրջ։ Այստեղ է որ 100%-ով կարող ենք պնդել, որ եւ Իսրայելը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտություն կրեցին։ Տեսեք, դուք խոսում եք ներքին գործոնի մասին, երբ խոսում եք Իրանի ժողովրդի համախմբվածության մասին, խոսում եք ներքին գործոնի մասին։ Հիմա խոսենք ներողություն, շատ ներողություն, նաև հոգևոր առաջնորդի Իրանի հայտարարությունը, որ ես ծեր եմ, իմ մարմինը ոչինչ չի նշանակում, բայց այս երիտասարդները թույլ չեն տա։ Այո, շատ ճիշտ է։ Տեսեք, եթե մենք արտաքին դաշտ ենք նայում, արտաքին դաշտում իսկապես Իսրայելի հարձակումը դատապարտողների թիվը շատ է։ Եվ Իսրայելը այդ առումով, ասկան արտաքին դաշտի հանրային կարծիքի առումով ինքը ախտուկ դուրս չեկավ։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը ոչ միայն այն էր, որ ինքը հարձակվեց Իրանի վրա, միջազգային իրավունք, հարաբերություններ, ամբողջ այդ նորմերը խախտեց։ Ես կարծում եմ, միայն դա չի պատճառը։ Պատճառը նաև այն է, որ վերջին տարիների ընթացքում Իսրայելի, այսպես ասած, անմարդկային հարձակումները պաղեստինցիների վրա Լիբանանի վրա, այսինքն դուք միայն նայեք Պաղեստինի ժողովրդի վիճակը, անկախ նրանից որ այդ կոնֆլիկտը ինչ է, ով է Իսրայելը մեծ դեր խաղաց Սիրիայի կործանման։ Սիրիայի կործանման մեջ, այսինքն այս ամբողջ քանի տարիների ընթացքում կուտակվել է, եւ եթե դու մեկ նոր հարձակում ես նախաձեռնում, այս անգամ Իրանի նման մի պետության վրա, մի երկրի վրա, որը ամբողջ այս տարածաշրջանում իսկապես կայունության, հավասարակշռության այդ խարիսխն է, այդ դեպքում արդեն բնական է որ արտաքին ճակատի վրա սկսում են քեզ դատապարտել։ Ես կարծում եմ սա առաջինն է, որ եղել է։ Ես չեմ ասում որ ՆԱԹՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց, կեցը, լավ է եւ այլն, հետո Ամերիկայի շնորհակալություն այդպես որ հարձակվել է, սա պարզ է, դա իր դերն է, ինքը դա պետք է անի։ Բայց արտաքին հանրային կարծիքը էդ է վկայում, որ այո, Իրանը ավելի շատ պաշտպանվեց, քան Իսրայելը։ Իսրայելը ստեցին դատապարտել, քննադատել։ Ներքին առումով
շատ կարևոր հատկանիշ ես պետք է նշեմ եւ դա վերաբերում է այդ համախմբվածությունը, որ դուք ասում եք։ Տեսեք, 12 օրվա ընթացքում մենք անընդհատ լսել ենք Իրան բառը, Իրանից։ Ժամանակին Իրանի ազգային մտածողություն ունեցող մտավորականները քննադատում էին իշխանությանը, որ դուք երկրի մեջ ինքնության տարերի մեջ դուք անընդհատ շեշտը դնելով Էստամի վրա ազգայինը հետ եք մղել։ Եվ սա լավ տեղ չի տանի։ Վերջին 12 օրվա ընթացքում մենք տեսանք, որ եղավ ճիշտ հակառակը, իշխանությունը, բոլորը եւ ընդդիմադիրները, բոլորը խոսում էին Իրանի մասին։ Ես տեսել եմ հարցազրույցներ, մարդիկ, ովքեր Իրանից դուրս են ապրում, իրանցիներ, որ Իրանից դուրս են ապրում, մարդն ասում է, ես 40 տարի պայքարել եմ իշխանության դեմ, բոլորը գիտեն ես ով եմ, 40 տարի պայքար Իրանի իշխանության դեմ, բայց այսօր ես ասում եմ, որ իմ երկիրն է վտանգվել, իմ երկիրն է արձակման ենթարկվել, եւ այսօր կանգնած եմ իշխանության կողքին, որտեղ մենք պետք է արտաքին թշնամուն հետ մղենք։ Սա նշանակում է գոյություն ունի քաղաքական գիտակցության, հայրենիքի գաղափարի, այսպես ասած, բարձր գիտակցության ինչ որ աստիճան, որը իսկապես գնահատելի է եւ իսկապես մեզ համար սա ուսանելի է, որովհետեւ ես տեսել եմ նաեւ Իրաք 8 տարվա պատերազմը, որի ժամանակ մարդիկ 8 տարի պատերազմեցին, այն ժամանակ էլի ամբողջ արևմուտքը կանացել Իրաքի թիկունքին, Իրաքը կռվում էր, Իրաքը արձակվեց, բայց մարդիկ մեկ թիվ հող չտվեցին։ Երբեք չասացին, որ գիտեք, մեր երկրի մի ինչ որ չափ մեծ չափը անապատները, ոչ բույս կա, ոչ ծաղիկ կա, ոչ ծաղ, իսկ ինչի պետք է։ Բանկեր դա երբեք չասացին, որ այդպեսի դժգույնը, դժբախտը, այն սարի ծերը, չգիտեմ, ձունը ով է գնում, եղեցին ով է աղոթում, նման բան չասացին մարդիկ։ Մարդիկ 8 տարի 100,000-ավոր զոհեր տալով պաշտպանեցին նրանց երկիրը։ Սա մեր համար իսկապես ուսանելի է։ Եվ այստեղ էլ նույնը եղավ։ Այդ ներքին գործոնը դա էր, որ ժողովուրդը երկրի Իրանի մասին սկսեց մտածել, պայքարել եւ ընդդիմությունն էլ եկավ կանգնավ իշխանության կողքին։ Ահա։ Եվ մի քանի խոսք, եթե կարելի է, այսինքն մեզ ինչ որտեղ հանգստություն հույս տվող այս բանակցությունները, որ ի վերջո պատերազմը դադարեց եւ բանակցություններ հիմա կլինեն, արդյոք կարող ենք հիմա արդեն արձանագրել, որ Իրան-իսրայելական այս հակամարտությունը ինչ որտեղ կքնի եւ պանթուրքիստական առնվազն պանթուրքիստական այդ նկարտումները որոշակի դադար կունենան այն առումով, որ Իրանը պատվով դուրս եկավ այս պատերազմից։ Այո, ես կարծում եմ, որ անպայման այդպես կլինի, որովհետև առաջին հերթին բանակցություններ պետք է սկսեն, երկուսն էլ հասկացան, որ պատերազմը ամեն դեպս որևէ լավ տեղ չի տանում եւ երկուսն էլ կարողացան չափել իրենց ուժերը։ Իսրայելը ինձ թվում է շփոթմունքի մեջ էր մտածելով, որ Իրանը Լիբանանն է կամ Պաղեստինն է կամ ինչ մանամ Սիրիան է եւ այլը, եւ տեսա, որ այդպես չի։ Հարվածները շատ ծանր էին։ Ամբողջ այդ երկաթե գմբեթի այդ միֆը ջախջախվեց եւ մարդիկ շատ լուրջ վնասներ կրեցին։ Թեև կրկնում եմ, որ Իրանն էլ բավականին վնաս կրել է, բայց ամեն դեպս զրնցալ չնստեց, ընկի չեկավ, չհանձնվեց եւ շատ ուժեղ պատասխան տվեց։ Այս առումով կարծում եմ, որ բանակցություններ կլինեն, բանակցությունները պիտի որ Ամերիկայի եւ Արևմուտքի հետ պետք է որ դրական տեղ տանի եւ ինչ վերաբերում է մեզ փանթուրքական այդ վտանգին, ես կարծում եմ, որ իրենք հիմա շատ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն այս հարցին եւ անպայման կդարձնեն։ Ինչու եմ սա ասում։ Տեսեք, անկախ այն բանից, որ ես ասացի, որ գիտեք, Իրանը մեր սահմանը պաշտպանել է, միակ երկիրն է, որ մեր սահմանը պաշտպանել է, մեր հիպատոսանն է բացել եւ այլն Սյունիքում, բայց իրենք վերջին, ինչ կանամ 20-30 տարիների ընթացքում մեր նկատմամբ նաեւ սխալներ են ունեցել։ Եվ այդ սխալը եղել է նաեւ 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Իրենք զգացել են, որ խնդիր կա։ Իրենք մատերի առանցքով են նայել փանթուրքական այդ հոսանքների գործունեությանը Իրանի մեջ։ Եվ ես անգամներ այս հարցնացել եմ, որ նույնիսկ պետական ամենաբարձր օղակներում փանթուրքերը կարողացել են ներտապանցել։ Եվ ներտապանցումը մենակ չի, որ մեկին կարողանում են ազդել որոշումների կայացման մեջ։ Եվ մենք դա տեսել ենք։ Իրենք պետք է արիթ օգտագործեն մեր նկատմամբ իրենց սխալը սրբագրելու։ Թե վերջին 3-4 տարվա ընթացքում ես առնվազն հերվից նայելով տեսնում եմ, որ այդպիսի միտում կա, այսինքն Սյունիքի նկատմամբ բավականին ուշադրություն կա, մեր տնտեսական հարաբերություններն զարգանում, մի ինչ որ հիմա ռազմափորձ եղավ,
Պարզա ինչեր ինչ որ ես կցանկանայի կամ մենք բայց ամենից մի բան եղավ եւ սրանք դրական կողմեր են որի մի կողմը բնականաբար Հայաստանի իշխանությունն է մեր երկրի ղեկավարներն են վստահ եմ իրենք պետք է իրենք պանթուրքական լուսանկարին ավելի շատ ուշադրություն կդարձնեն որովհետեւ Թավրիզը այս 12 օրվա ընթացքում միայն Թավրիզը 20 անգամ ռմբակոծվել է ռմբակոծվել է Արդեբիլը, ռմբակոծվել է Ուրմին եւ այն տեսակետը կա, այն փաստերը գոյություն ունեն, որ իսրայելական օտանավերը եւ այդ անկլաչու թռչող սարքերը սրանք բարձրացել են Բաքվից, բարձրացվել են այս պահին բռնագրավված Արցախի տարածքից։ Իրենք սա գրում են եւ զգուշացնում են նաեւ Բաքվի իշխանություններին։ Հետևաբար ես կարծում եմ, որ շատ ավելի ուշադրություն կլինի սարքի մեջ, բավականին մարդ կա իմջելոց Իրանում ձերբակալված, մարդիկ ովքեր համագործակցել են Իսրայելի հետ եւ ոչ միայն Իսրայելի, օտար երկրների գաղտնի ծառայությունների հետ այս ընթացքում։ Եվ այդ ձերբակալվածները նաեւ կան մարդիկ, որ այդ շրջաններից են, այսինքն սա նշանակում է իրենք պետք է շատ ավելի զգոն լինեն եւ այդ առումով վերադառնալով ուղղակի ձեր հարցի պատասխանին ես կարծում եմ որ առնվազն որոշ ժամանակվա համար մենք պետք է այդ առումով պետք է ավելի հանգիստ զգանք այն չի ինչ որ եղավ այն քաոսը չստեղծվեց եւ սահմանը ավելի ապահով կլինի գոնե Իրանի հատվածից Եվ ինչ կանխատեսում ունեք արդյոք Հայաստանի իշխանություններն էլ կվերանայեն իրենց մոտեցումները Իրանի հետ հարաբերություններում շատ ավելի մտերմություն, շատ ավելի մերձեցում դեպի այդ կողմ։ Տեսեք Հայաստանի իշխանությունների պարագային ես կցանկանայի որ այդպես լիներ ինչ որ դուք եք ասում ես գիտեմ որ որոշ հարաբերություններ կա բայց ուրիշ գործընթաց եմ տեսնում Ես ինչու եմ այս հարցը տալիս որովհետև Հայաստանի արևմտյան դիրքորոշումները բավականին ցավով են ընդունում Իրանում Այո, բավականին ցավով են ընդունում եւ անգամները զգուշացրել են, բայց ես տեսնում որ Հայաստանում ուրիշ գործընթաց կա, մեր երկրի վարչապետի վերջին այցը Թուրքիա եւ հետո արդեն խոսակցություններն են մասին որ գիտեք ինչա մենք այդ ճանապարհ են ուզում այդ ճանապարհը մենք տալու ենք բայց հետո Ադրբեջանը հայտարարել է որ ես բացեցի Զանգեզուրի միջանցքը եւ մեր ժողովուրդը չպետք է այդպես ընկալի այսինքն ինչ որ բան է պատրաստվում ինչ որ հող է պատրաստվում որ գիտեք ինչա դա լինելու է բայց այլ անվան տակ այս ադրբեջանցիների Հայաստանում հաստատվելու հարցը սրանք հարցեր են որ իսկապես մեր համար գոյաբանական հարց է Եվ այս իշխանությունը ես զգում եմ որ ինքը այլ ուղղությամբ է գնում այսինքն Իրանի կողմից վստահ չեմ որ իրենք Իրանի հետ իրենց հարաբերությունները պիտի փորձեն սրանից ավելի շատ զարգացնել հույս ունեմ ցանկությունը սա որ այդպես լինի որ իսկապես Իրանի հետ կնքվի ինչ որ ռազմական դաշինք որ այլ ավելի խորանան տնտեսական հարաբերությունները բայց կարծում եմ որ իրենց բռնած ուղղությունը եւ վերջին իրադարձությունները որ մեր երկրի մեջ տեղի ունենում այլ տեղ է տանում մեզ Շնորհակալ եմ այդ զրույցի համար կհանդիպենք սիրելի բարեկամներ